Մենք այլևս ազատված ենք մեր պարտականություններից։ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Պսակի այս գրառումը ցնցեց սոցցանցերը։ Պաշտպանության նախարարի հրամանով Հայաստանի զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Եթե մենք ուզում ենք ունենալ բանակ, որտեղ զինվորը վստահելի մեկը չպիտի ունենա, որտեղ հայ զինվորը պիտի զրկված լինի աղոթքից, պիտի զրկված լինի եկեղեցու խորհուրդներից պատշաճորեն մասնակցելու, որտեղ զինվորը պիտի այլևս վստահելի ու բանիմաց մեկը չունենա, որի հետ կարող է իր դժվարությունները կիսել, կարծում եմ արդեն պարզ է, թե հետևանքը ինչ կարող է լինել։ Իհարկե չեմ ուզում չարագուշակ մարգարե լինել, բայց ժամանակը եւ դեպքերը ցույց կտան, թե ինչ մեծ վնաս եւ կորուստ կրեց բանակը գնդերեցներից հրաժարվելով։ Գնդերեցները բանակում միայն հոգևորականներ չէին։ Նրանք լսում էին այն, ինչ զինվորը չէր ասի, ոչ հրամանատարին, ոչ հոգեբանին։ Այս որոշումը ամենացավոտը ընդունեցին զոհվածների ընտանիքները։ Շատ մայրերի համար գնդերեցն այն մարդն էր, ով վերջին հրաժեշտի պահին դարձել էր իրենց միակ սփոփանքը։ Իրենց զավակները, ովքեր մեր հերոսներն ունահատակվել են, վստահաբար միշտ էլ փաստել են, որ հոգևորականը մարտի դաշտում էլ իրենց կողքին է եղել։ Ես կապ ունեմ այդպիսի ընտանիքների հետ, ովքեր իրենց զավակներից լսել են, որ հոգևորականը իրենց կողքին է եղել այն դժվարին պահին։ Նույնիսկ մայրը ասում է, զանգեց, ասեց՝ «Մամ, մի վախեցի, որովհետև մեր սարգսակը իմ կողքն է, Աստված իմ կողքն է», իհարկե զոհվել էր տղան, բայց մոր մեջ դա շատ մեծ տպավորություն էր թողել եւ բնականաբար պիտի բացասական լինի արձագանքը։ Մարդիկ չեն կարողանում ընկալել իրենց տրամաբանության մեջ, թե ինչ նպատակ ուներ այս ամեն ինչ։ Տասնամյակներ շարունակ զինվորական համազգեստն ու սքեմը սահմանին մեկ ամբողջություն էին։ Այսօր այդ կապը խզված է։ Գնդերեցները հեռանում են զորամասերից, իրենց հետ տանելով մի բան, որը հնարավոր չէ ներառել ոչ մի հաստիքացուցակում՝ զինվորի խոստովանությունն ու անվերապահ հույսը։ Բանակում հաստիկները կրճատվեցին, բայց արդյոք չմեծացավ հոգևոր դատարկությունը։ Ինչպես Սուրբ Գիրքն է ասում, այս աշխարհի վրա արևիտակ հավերժ ոչ մի բան չկա։ Ոչ իրենք են հավերժ, ոչ իրենց որոշումներ, ոչ էլ մենք ենք հավերժ, բայց մնալու է այն երևույթները, որոնք հետո սերունդները պիտի գնահատական տան եւ ցավով պիտի ասեն, որ դրական չի լինելու այդ գնահատականը պատմության մեջ։